հանդիպումը։ Այժմ մեր տաղավարում վերլուծությունների ժամանակն է, այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բնականաբար նախ եւ առաջ անդրադառնանք փաստին, որ վերջին նախորդող 2 օրերին Հայաստանը, եթե չասենք Եվրոպայի, ապա աշխարհի ուշադրության նաեւ կենտրոնում էր եւ Հայաստանում էին եվրոպական բոլոր առաջնորդները, գումարած Կանադայի վարչապետը Եվ մի բան էր հետաքրքիր, որ բոլորը սկսեցին հայտարարել, որ աջակցում են գործող իշխանություններին առաջիկա ընտրությունները նկատի ունենալով։ Այստեղ էր նաև Զելենսկին, մի քիչ կասկածում էինք, որ նա կժամանի, բայց այնուամենայնիվ ժամանել էր, բայց շատ լարված էր Զելենսկին, այդպիսի տպավորություն ունեցա։ Այս ամենի մասին ձեր վերաբերմունքը։ Տեսեք, բոլորը եկեք չասենք, որտեղ ամեն դեպքում մի քիչ այնտեղ Մակրոնին էին այդ հարցը տալիս հիմնականում, դեղ եղել են մարդիկ գուցե եւ այլն, իրենք պրոստը ռուսամետները այդպես ուզում ասեմ, որպես այդպես ասում կոպիտ ձևով չէին անում, էլի, ասենք ընդհանուր իրենց այսն էր աջակցություն կարելի ասել, եթե այս տարբերակով վերցնենք, կարելի է այդպես համարել, ինչի որովհետև իրենք շատ լավ պատասխանեցին, իրենք ըստ էության Մակրոնը, երբ որ համատեցին, ասեցին դու փաստորեն հավասարություն ես դնում Ռուսաստանի եւ ռուսներին դեմ պայքարում եք, բայց դուք բանը Մակրոնը ասեց ես եվրոպական ուղուն եմ աջակցում, ես ուրեմն այսինքն Հայաստանի դեմոկրատիային եմ կոպիտ ասած աջակցում, իսկ երբ որ միջամտում են կոպիտ ընտրությունները Ռուսաստանից, դա այլ պատմություն է։ Բայց այստեղ պետք է մի բան հասկանալ, այո, լարված է Զելենսկին, ես ձեզ մի հարց տամ, ռուսական ավիաբազայից մի կիլոմետրի վրա է իջել Զելենսկին։ Լարված չէր լինի։ Էրեբունիում ռուսական ավիաբազա է կանգնած։ Ասենք, ես ձեզ ասեմ, այս սամիտը ստացվեց փաստորեն ներկայացչական առումով ամենափոքրատիվը ցավոք սրտի նախորդներից, այսպես ներկայացչական առումով փոքրատիվը։ Ով չկար ներկայացության առումով։ Շատ, այսինքն շատերը վարչապետերի մակարդակում են եկել, շատերը, բայց ի սկզբանե նախատեսվածը շատ ավելի ներկայանալի ցուցակ էր, ինչու, որտեվ կար անվտանգության խնդիր Իրանի հետ կապված, այսինքն սա արդեն պարզ է, որ շատերը չկարողացան կամ վարչապետներին ուղարկեցին կամ ուղի Գերմանիայի պես մի այլ ներկայացուցիչ ուղարկեցին, որտեղ կար լուրջ անվտանգային մտահոգություն եւ մենք տեսանք, որ այդ ի վերջո այդուամենայնիվ Իրանն ու Տրամպը, այսպես ասում վերջին օրով Մերցը ասաց, որ ինչ որ լուրջ համաժողովի ինքը իր ժամանակացույցը չի կարողացել փոխել։ Ես ասեմ, այնտեղ բնականաբար բոլորը, այսպես ասում ամեն մեկը տեսեք հիմա Ռումինիայում էլ լուրջ խնդիր կար, բայց նախագահը եկել էր։ Եկավ ու գնաց շատերը։ Հիմա տեսեք ինչ տեղի ունեցավ։ Եկեք մի բան հասկանանք։ Եկեք էլի ես դա չեմ ասում, որ վատ է։ Ես ասում եմ, որ լավ է, որ մենք կարողացանք սա կազմակերպել։ Ուրեմն մի կողմից Իրանն էր, մյուս կողմից Ռուսաստանն էր, որը փորձում էր տապալել այս համաժողովը։ Եվ եթե մենք մտածում ենք, թե դա թեթև բաներ է, մենք չարաշար սխալվում ենք։ Եկեք մի պարզ բան հասկանանք, ասենք, այո, ասենք այնտեղ նախագահներ կային կամ երկրի առաջին դեմքեր կային, որ չեկան վերջի պահին։ Տեսակ Պետրոս Սաչեսի հետ միջով միջադեպ եղավ օդանավակայանում, Թուրքիա էր իջել, հետո հաջորդ օրը ես այդպես էլ չտեսա անկեղծ Պետրոս Սանչեսին, գուցե ժամանեց, գուցե չժամանեց, չգիտեմ։ Նույնիսկ հանդիպում եղավ, այո։ Հա, շատ ավելի լավ։ Հիմա տեսեք, պետք է մի բան հասկանալ, այս սամիտի դեմ այնքան նավս կար, այնքան խոչընդոտներ կային, որ սա այս կայանալը արդեն հաղթանակ էր Հայաստանի համար։ Ես ձեզ վստահեցնում եմ, որովհետև մյուս կողմից ռուսական գործակալական ցանցներ աշխատում։ Դուք երևի տեղյակ չեք կամ տվել եք, չգիտեմ, Ռումինիայի մասով տեսեք, որ կրիզիս է Ռումինիայում։ Շտաբ վարչապետ նախագահ Դանը, այո, վերադարձավ։ Ես ձեզ թվում է թե այդտեղ Ռուսաստանի մատը խառը չէր։ Ձեզ թվում է թե դա պատժիչ գործողություն չէր, միջամտություն չէր, այսինքն մենք տեսնում ենք, որ որտեղ որ ունի Ռուսաստան ազդեցություն, դուք տեսաք Ռումինիայում վերջի պահին փրկեցին այդ երկիրը ռուսամետ ուժերից, ճիշտ է։ Մի թեթև օրինակ եմ ձեզ բերում, թե ինչ աշխատանք է տարվել Ռուսաստանի կողմից, կոպիտ ասած, սա տապալելու համար, հա, բայց կայացավ եւ եկավ Իտալիայի վարչապետը, եկավ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության վարչապետը, Մակրոնը, որը իդեպ մի բան ես ուզում ընդգծել, ուրեմն շատ ուրախ եմ մի բանի համար, որ մեր ժողովուրդը բավականին լավ ընդունեց եվրոպական առաջնորդներին։ Սա կարևոր հաղթանակ է ժողովրդի առումով, ինչի որտեղ տեսեք այդուամենայնիվ ռուսական գործակալական ցանցը, ապա հանրաքվեից էլ լավ ապացույց է եւ Երևանում եկեք ասեմ, այո, չասենք չհամեմատենք, բայց դա ինչ որ յուրօրինակ հանրաքվե ասենք, այո, որովհետեւ տեսեք եւ Գյումրիում եւ Երևանում բավականին լավ ընդունվեց։
Սա իրոք կարելի է ասել բեկումնային շատ կարևոր իրադարձություն էր Հայաստանի համար։ Շատ կարևոր Հայաստանի տեղը աշխարհքաղաքական քարտեզի վրա ամբողջությամբ փոխվեց, հա։ Այսինքն ոչ թե տեղը փոխվեց, ես Փաշինյանի բանը կրկնեցի անկապ, այսինքն նշանակությունը կներեք։ Հայաստանի վրա լույս վառվեց, այսինքն ըստ էության եվրոպացիները ընդգծեցին եւ մի կարևոր բան ասեցին, ասին Հայաստանը գլխավոր կապող օղակներից մեկն է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ։ Իրանք իհարկե դա Փաշինյանին այսպես կոմպլիմենտ անելու համար անվանում են խաղաղության խաչմերուկ, բայց արևելքից արևմուտքը խաչմերուկ չի։ Դա ուղիղ ճանապարհ ասած ուղիղ գիծ է, որտեվ խաչմերուկը նաեւ ենթադրում էր ըստ Հայաստանի իշխանությունների Իրանից դեպի Ռուսաստան, որի մասին պարզ է իրենք հակառակը չեն խոսա այս պահին, որովհետեւ լարված իրավիճակ է, բայց սա շատ կարևոր ընդգծում էր Հայաստանի դերի փոփոխություն էր։ Ես ասեմ ձեզ, կարևորագույն իրադարձություն էր։ Սա պետք է, բայց գլխավոր լավ երկրորդ մասում շեշտենք, թե ակնկալիքները եվրոպացիների եւ իրականում եվրոպացիները արեցին բավականին հետաքրքիր հայտարարություններ եւ բավականին հետաքրքիր հավակնություններ էր սա Եվրոպայի կողմից։ Իսկ հիմա պետք է գնանք գովազդային դադարի։ Երևանում եւ Լոս Անջելեսում փայլուն ցուցադրությունից հետո վերջին շրջանի ամենահաջողված ֆիլմը Անձրևանոց Զոնտիկ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով եւս մեկ օր այն ցուցադրվելու է AGV-յու թատրոնում երեկոյան ժամը 7-ին լարված սյուժե փայլուն դերասանական խաղ իրական պատմություն Զոնտիկ բաց չթողնեք ցուցադրությունը շտապեք ամրագրել տեղերը armticket.com կայքում։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, վերլուծություններն են եւ շարունակում է վերլուծությունը եվրոպական թեմայով Հայաստանում էին եվրոպացիները։ Այո, տեսեք, ուրեմն հիմա հիմնականը առանձնացնենք, ամենագլխավորից խոսենք, հա, որ մեր հետևորդների քանոմենը ֆորմատը այսպես ասում է, պետք է հասցնենք, այսպես գլխավորը ներկայացնենք։ Մանր հարցերին, եթե կարևոր բաներ, որտեղ այդտեղ 3 կարևոր միջոցառում ա տեղ ունի։ Երևանյան երկխոսությունը, որը նույնպես շատ կարևոր է, որտեղ Մակրոնը իհարկե Մակրոն, ես դա հարգելի հետևորդներ, ժամերով մատերիալ է, որը պետք է ուսումնասիրել։ Ամեն խոսքը, ամեն նյուանսը, օրինակ Մակրոնը ինչու որոշեց Թուրքիային կոչ անել այնտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանները բացել։ Բոլորը հասկանում են, որ խնդրեմ կա։ Ինչու որոշեցին սամիտը անցկացնել Հայաստանում եւ 2 տարի հետո Ադրբեջանում։ Ինչու, որովհետեւ տեսեք, Եվրոպան ասում է Հայաստանը, ես երեք ասեցի, Հայաստանը դա մեր տարածքն է, մեր սահմանն է։ Հայաստանը Եվրոպա է, մեր community-ի մեջ է մտնում Հայաստանը։ Եվ դա մեր կապող օղակն է, մեր Ասիայի հետ։ Հիմա ուշադրություն դարձեք, բնականաբար, եթե դա իրենց կապող օղակն է, եկեք տրամաբանական շղթայով գնանք, ինչ են ասում իրանք, ուրեմն դուք պետք է լինեք Եվրոպայի հետ, առանց խաղեր տալու, որովհետև մենք չենք կարող ստրատեգիական կարևոր ճանապարհ, ես հիմա բացում եմ մեր հետևորդների համար, ինչ է կատարվում Հայաստանի հետ, ինչ են անում մեր համար եվրոպացիները, ասում են մեր համար կապող օղակը չի կարող լինել Ռուսաստանի ազդեցության տակ, չի կարող լինել որևէ մեկի ազդեցության տակ, դուք պետք է լինեք մերը, որովհետև դա մեր ճանապարհն է դեպի Ասիա, տրամաբանական է, չէ՞ սա։ Հիմա տեսեք, Մակրոնը ինչու, ես ասում եմ, սա ամեն գնով եվրոպացիները Հայաստանը տանում են դեպի Եվրոպա, որովհետև իրենք շատ լավ հասկանում են լոգիստիկայի գինը։ Տեսան ինչ կատարվեց աշխարհում, տեսան ոնց կարող մի օրում ամբողջ լոգիստիկան քանդվի, տեսնում եք Հորմուզի նեղուցի օրինակով ինչա կատարվում, ինչև այլ։ Եվ նաև մի պարզ բան եկեք հասկանանք։ Ադրբեջանը արդեն չափից շատ պայմանագրեր ունի եվրոպացիների հետ եւ շատ ավելի կոնկրետ, որովհետեւ իրանք ԵԱՏՄ անդամ չեն, իրանք ավելի ազատ են։ Իրանք հապկ անդամ չեն, Չեխիա, Սլովակիա, Սերբիա, Իտալիա զենքի պայմանագրեր ունեն եւ բավականին առաջադեմ զենք են ստանում։ Ես ասեմ բավականին, օրինակ շատերը խոսում են հիմա Սեզարների մասին, չէ՞, բայց շատերը չգիտեն, որ ուկրաինական պատերազմում Սեզարներից ես հարգելով մեր ֆրանսիացի բարեկամներին, որտեղ շատ եմ սիրում ֆրանսիացիներին եւ այսպես գնահատում եմ Մակրոնի այսպես շատ ուրախ եմ, որ մեր ժողովուրդը այդպես ջերմ ընդունեց, ուղղակի ծափահարում եմ ապրեք, որտեղ դա շատ կարևոր էր, որ ցույց տալ, որ ժողովուրդը եվրոպացի է, շատ կարևոր էր այդ ջերմ ընդունելությունը ուրեմն եվրոպացիների, որ Եվրոպան տեսնում է ազատության շունչը Հայաստանում։ Ազատություն ասեցիք, արդեն ազատություն բառը տեսնում եք, չէ՞ ոսկարան բառը։ Ազատության մասին չի խոսքը, այո։
Մարդը եթեր է մտնում Մակրոնի կապակցությամբ Գյումրիից, ասում է, այս բեմերը, ասում է, մեծ առաջնորդների են տեսել Գորբաչովից մինչև Պուտին։ Այդ այնց իրանց աշխարհը Գորբաչովից Պուտինն է, հասկանում եք, ցավոք սրտի։ Եվ ցավոք սրտի, ասում եմ։ Եվ ռուսերեն, փաստորեն ռուսերեն մաս ունեն իրենք ազատություն ռադիկալ։ Այո, ռուսերեն լեզու են։ Հենց հայաստանյան ղեկավարությունը ազատության ռուսերենով էր մեկնաբանություններ տալիս։ Շնորհավորում եմ իրենց։ Գորբաչովից Պուտին վիճակ է իրանց մոտ։ Բայց կներեք ընդմիջում լավ շարունակեք հետո ասեմ Զելենսկի Փաշինյան ռուսերեն խոսելու մասին։ Այո, ես ես ասեմ, շատ կարևոր մի հանգամանք, որ ուրեմն Մակրոնը խոսեց, որ Ռուսաստանը ձեզ չպաշտպանեց։ Դուք պատկերացնում եք, ասենք Մակրոնը գիտի, չէ, որ այս պահին անհարմար է Փաշինյանին դա, որովհետև հասկանում եք, չէ, Փաշինյանը փորձում է հատկապես ընտրություններից առաջ հացրել Ռուսաստանից կախվածությունը։ Այդքան խոսվեց Ռուսաստանից կախվածությունը, այսինքն իրենք ընդհանուր առմամբ այս պայմանագրերը այս ամեն ինչը շատ լավ սկիզբ է, բայց սա պետք է ունենա շարունակություն, որտեղ եթե դուք նկատեք հիմնական պայմանագրերը, ես հիմա ժամանակ չունենք ամեն մեկին անդրադառնալու թե ինչ է ստորագրի, ինչ բանը, այսպես ասեմ, բոլորը պահանջում են կոնկրետություն եւ կոնկրետ քայլեր, այսինքն դրված է հիմք, որի վրա կարելի է սկսել արդեն իրականացնել կոնկրետ քայլեր։ Ալիևը կաշկանդված չի, եւ այսինքն ինքը պայմանագրեր է ստորագրում իր նավթի շնորհիվ ինքը կարողանում է, եւ Եվրոպան քանի որ հասկանում է Հայաստանի նշանակությունը, այս համաժողովով շատ բան հասկացվեց ալիցի, այսինքն տեսեք հստակորեն Հայաստանը լինելով ԵԱՏՄ հապկի մեջ բալանսը խախտված է Եվրոպայի համար։ Ալիևը ավելի ազատ կարողանում է տարբեր երկրների հետ կնքել պայմանավորություն եւ այստեղ Մակրոնի դերակատարումը իրականում շատ կարեւոր է այս իմաստով։ Ալիևին ցույց տվեց, որ Հայաստանը մերն է։ Այսինքն հասկանում եք ինչ իմաստն է։ Եվ գումարած ուղերձ հրվեց, որ Պուտինին ուղերձ հրվեց, որ Հայաստանը այլևս քոնը չի։ Հենց այդ պատճառով Մակրոնը Հայաստանից ասեց, որ ռուսները ձեզ դավաճանեցին, այդ էր գինը ձեզ Ռուսաստանի տակ պահելու։ Ինչ վերաբերում է Զելենսկու հետ կապված, այո, ես հանդիպմանը խոսում էին անգլերեն։ Հանդիպմանը խոսում էին անգլերեն, եւ սա շատ կարեւոր էր, եւ շատ կարեւոր էր Ուկրաինայի արտգործնախարարի արտահայտությունները, որը շատ կարեւոր երկու փոստ դրեց եւ Հայաստանը համարեց ժողովրդավարական ազատ շնչով երկիր, եւ նույնն էլ կարելի ասել, այսինքն ինչ որ ես ասացի Եվրոպայի մասով, Զելենսկիի մասով։ Զելենսկին շատ լավ հասկանում է Հարավային Կովկասի նշանակությունը։ Իրենք շահեր ունեն, իրենք հասկանում են, իրենց պայքարը Ռուսաստանի դեմ է։ Իրենք հասկանում են, որ դա նաև իրանց հետաքրքրությունների ոլորտն է։ Եվ հավատացեք, Ուկրաինան էլ չի ուզում դիսբալանս, չի ուզում։ Եվ դրա համար Զելենսկին առաջարկեց Փաշինյանին, եթե նկատեցիք, սկսել տնտեսական համագործակցությունից գոնե, եթե այս պահին հապ կա, ասենք չի Հայաստանը չի ուզում դիմի, ասենք խնդիրներ ունի կարող ունենա։ Եվ ավարտենք մի բանով, այստեղ մի բան ասեմ, ես որոշակի բաներ եմ լսել եւ տեղեկություններ ունեմ։ Ես շատ հուսով եմ, որ Փաշինյանը մայիսի 9-ին այսքանից հետո չի գնա Ռուսաստան, որտեղ Պուտինը շատ է ուզում, այսպես ասած։ Տեսնենք ինչ կորոշի Հայաստանյան իշխանությունը, իսկ մենք հիմա ստիպված ենք որոշել, որ ավարտվեց նաև վերլուծությունների ժամանակը, կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։